միակ դերակատարները, որոնք կարող են իմիջային կամ ռեյտինգային վնաս կրել այս գործընթացից, դա նախաձեռնողներն են, այսինքն Նարեկն ու Էդգարը, եւ ամեն դեպքում մեր հասարակության աչքերում դա նաեւ ընկալվելու է որպես ընդդիմադիր պատգամավորների գործընթաց իր բնույթով եւ պատգամավորները հիմա ես ասում եմ ինձ չի հետաքրքրում ռեյտինգս այսինքն եթե իմ առաջ դնում են գործընթաց որով կարող է Փաշինյանը հեռացվի բայց որ չստացվի ռեյտինգը իջնելու ջանդամ թե չի իջնելու այսինքն ես այնտեղ նստած եմ որ ռեյտինգ հավաքեմ ես 21 թվականին ազգային ժողովի պատգամավոր դարձել եմ նրա համար որ ռեյտինգ հավաքեմ Թքած այդ ռեյտինգի վրա եթե կա թեկուզ 1% շանս այս գործընթացով Փաշինյանից ազատվելու պարզա պետք է ամեն ինչ անենք ես այդտեղ դիլեման չեմ հասկանում որտեվ իմ համար այդ դիլեման իրոք չկա այսինքն ինչ որ նժար գոյություն ունի հա Փաշինյանին հեռացնելու հավանականություն եւ քո ռեյտինգ լուրջ